Բարի լույս բոլորին, մենք տաղավարում ենք, ունենք շատ հետաքրքիր հյուրեր, պատիվ ունենք ներկայացնենք նրանց, շտապենք ու ներկայացնենք թեման մեր ինֆորմատիվ եթերը այսօր, այս պահին էլ անդրադառնալու ենք ականավոր գիտնական Պարիս Հերոնու կյանքին ու գիտական ժառանգությանը։ Օրվա ընտրությունն էլ պատահական չէ, 1933 թվականի դեկտեմբերի 17-ին է ծնվել հայազգի ականավոր ֆիզիկոս, ճարտարագետ, ռադիոտեխնիկական համակարգերի, ռադիոֆիզիկայի, ռադիոտեխնիկայի, ռադիոչափումների, ռադիոաստղագիտության և ռադիոհոլոգրաֆիայի ոլորտներում բազմաթիվ գյուտերի հեղինակ ու հիմնադիր Պարիս Հերոնին։ Այսօր բազում ոլորտներում կիրառվում են հենց նրա գյուտերը և հետաքրքիր է, թե ինչպես ենք մենք վերաբերվում նրա թողած ժառանգությանը և ինչպես ենք այդ ամենը վերաարժևորում։ Եվ հիմա մեր հյուրերի հետ էլ կանդրադառնանք, կքննարկենք բազմաթիվ հետաքրքիր հարցեր եւ այսպես մեր հյուրերն են Պարիս Հերոնու Զարմուհի, Հերոնու ազգային տիեզերական կենտրոն նախագծի ղեկավար, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու տիկին Արևիկ Սարգսյանը, բարի լույս, Սարգսյան, եւ Հայաստանի իրավազորություն հիմնադրամի տնօրեն Աշոտ Ասլանյանը, բարի լույս, պարոն Ասլանյան, եւ Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Մհեր Մարկոսյանը, բարի ձեզ, բարի լույս, պարոն Մարկոսյան։ Բարի լույս, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար եւ մինչ կանդրադառնանք նրա թողած գիտական հսկայական ժառանգությանը, տիկին Սարգսյան, մի փոքր պատմեք, թե ինչպիսին էր նա տանը եւ ինչ պատմություններ եք մինչ այսօր հիշում։ Ինչպես է նա տապավորվել ձեր մտքում, դաջվել, սրտում, մտքում։ Ասեմ, որ երբ ես փոքրիկ էի, իմ շուրթերով ինքս ինձ անվանում էի քերի բալա։ Շատ ջերմ քերի էր, շատ հոգատար, նա շատ առաջին հերթին, շատ լավ զավակ էր իր ծնողների համար, վարժապետների առնվազն 5-6 սերունդ ուրեմն հետնորդ եւ ինքն էլ եղել է միշտ այն անձնավորությունը, որից պետք էր սովորել եւ սովորել անընդհատ, լսել նրա ամեն մի խոսքը եւ աշխատել։ Իր սեփական օրինակով նա ծառայել է բոլորիս եւ բարեկամներին եւ աշակերտներին եւ ընդհանրապես կարծում եմ հայությանը որպես ստեղծող մարդ։ Քերիները միշտ այդպես են լինում։ Եվ ինչպիսին էր նա տանը, այն նրա աշխատասենյակը, ինչպես է տպավորվել, հիշում եք, լինում եք աշխատասենյակում, դա այդ պատճառը, որ դուք ընտրեցիք մի քիչ հարող պատճառը, պարտադրանքով, նրա եւ իմ հոր պարտադրանքով դարձա ռադիոինժեներ։ Իմ մասին չի խոսքը, Քերին շատ աշխատունակ մարդ էր, առավոտից մինչև ուշ երեկո կեսգիշերից ավելին, ամեն օր այդպես, առանց շաբաթ-կիրակիների, նա մի քանի ուղղությամբ փաստորեն մեծ ժառանգություն է թողել գիտության մեջ, մենք կխոսենք դեռ դրա մասին, այսօր նա շատ հազվագյուտ մարդկանցից էր, աշխարհում շատ քիչ են լավ գիտնական եւ լավ կառավարիչ միաժամանակ անձնավորություններ, կարողանալ ղեկավարել հսկայական կոլեկտիվ, այն տարիներին իհարկե ավելի շատ ավտորիտար ոճով կառավարման, բայց կարողանալ այդ կոլեկտիվում երբեք ինտրիգներ չէին լինում, որովհետև նրանք անմիջապես կարգավորվում էին, երկու կողմն էլ հրավիրվում էին եւ դեմ առ դեմ էին հարցը լուծում։ Բարեկամության մեջ մեր ընտանեկան միջոցառումների ժամանակ նա իհարկե լիդեր էր, բոլորս շատ սիրով եւ այսպես ամեն մի խոսքը նրա բեռնից մեր համար շատ էական ու կարևոր նշանակություն ուներ։ Նա շատ էր սիրում նաեւ նկարել, հոյակապ յուղաներկի աշխատանքներ ունի եւ նա դարձել էր պատվավոր անդամ Հայաստանի գեղարվեստի միության, նկարիչների միության։ Տարբեր բաներ, Վահագնի ծնունդը, տիեզերք, Արարատի մի չքնաղ պատկեր ունի։ Տիեզերք։ Նատուրմորտներ։
Երկու մեր կարողանում էր էքսպրոմտ բանաստեղծություններ գրել, 3 լեզվով հայերեն, ռուսերեն, անգլերեն, երբ մուսան գալիս էր, այդպես հրաշալի քեր եմ ունեցել։ Շատ լավ, հիմա խոսենք գիտական ժառանգությունից, ինչ կարևոր հսկայական ներդրումներ են եղել, պարոնայք մեզ օգնեք խնդրում եմ, եւ նրա ոլորտում նրա շնորհիվ ինչ մեծ ներդրումներ ունենք այսօր մենք։ Փարիզ Միսակի Հերոնուն ճանաչում եմ 92 թվականից, դրանից առաջ եմ ճանաչել, բայց ամիջական շփումով, երբ որ դարձա կապի միջոցների ինստիտուտի տնօրեն, արդեն որպես տնօրեններ շփվում էինք եւ ընդհանուր խնդիրների ասպարեզում քննարկումներ էինք անում եւ նա առանձնանում էր շատ հետաքրքիր մի բնավորությամբ, ոչ թե բնավորությամբ, այլ ինժեներական մոտեցումով, խնդիրներին ներկայացվող ինժեներական մոտեցումով։ Եվ դա ինձ մի քիչ զարմացնում էր սկզբում, այն իմաստով, որ ես ենթադրում եմ, որ ինքը տեսաբան, գիտնական է եւ այլն, բայց երբ որ կոնկրետ խնդիրների լուծման ժամանակ ինքը ցուցաբերում էր ճկունություն եւ թե ոնց պետք է այդ խնդրին տալ ինժեներական լուծում, դա ինձ զարմացնում էր եւ ասում էր, որ այ սովորելու բան ունես ես մարդուց։ Առաջի գործը, որ ես տեսա իր, ինքը հրավիրել էր ինձ օրգով, իմ վրա շատ մեծ ազդեցություն գործեց իրանց նախագծած անտենան, հսկայական չափերը եւ այն հնարավորությունները, որ տեղադրված էր։ Եվ ես հասկացա, որ Փարիզ Հերոնին ուներ հսկայական մտքի թռիչք այն ժամանակ, որովհետեւ դա սարքված էր 80-ականների վերջի, 90-ականների սկզբի սովետական միությունում եղած ամենալավագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ եւ ստեղծված էին հնարավորություններ կատարելու աշխարհի մակարդակով լուրջ հետազոտություն։ Այս էկրանին տեսնում ենք երևի թե հենց այդ անտենան։ Ասեն դուք պատմում եք, իսկապես մոնումենտալ ծավալների։ Սա ինձ դրթեց ինձ համար համենայն դեպս մի հրիչ ուժ հանդիսացավ, որ ընդհանրապես պետք չի վախենալ որևիցե մի բան սկսելուց եւ իրականացնելուց։ Եվ հասկացա, որ անհնարին բան չկա, պետք է ունենալ ցանկություն, վստահություն եւ իհարկե մարդկանց հետ աշխատելու, համոզելու լուրջ հնարավորություններ, որովհետեւ այդ նման աշխատանք կատարելու համար անհրաժեշտ էր կոլեկտիվ, ստեղծել կոլեկտիվ, որը պետք է հավատար արդյունքին։ Եվ Փարիզ Հերոնուն հաջողվել էր ստեղծել նման աշխատանքային խումբ, կոլեկտիվ, որը կարողացել էր ստեղծել նման համակարգ։ Ընդ որում պետք է նշեմ, որ եթե չլինի հավատ աշխատանքի նկատմամբ, ինչքան ուզում ես ասա, ոչինչ չի լինի։ Իսկ այն մարդիկ, որոնք որ աշխատել են դրա վրա, բոլորը հպարտանում էին, որ իրանք մասնիկ ունեն այդ աշխատանքի մեջ։ Դա ամենակարևոր հաղթանակն էր, որ ունեցել էր Փարիզ Հերոնին։ Այո, նրա հետազոտություններն ու աշխատանքները այնքան մեծ ու կարևոր դեր են ունեցել գիտական աշխարհում, որ անգամ ռուսական ալիքներն են բազմիցս անդրադարձել։ Եվ ինչու մենք չունենք շատ հաճախ նման անդրադարձեր մեծ գիտնականի մասին, ահա խնդրեմ ORT, առաջին ալիք, որ թվական, սա պատմում է, խնդրում եմ հուշեք, Քարավունջի մասին, Քարավունջի Աշոտը կպատնի։ Եվ մի փոքր խոսենք այն մասին, թե ինչու այդքան հաճախ չեն բարձրաձայնում Հայաստանում։ Հերոնու անունը։ Այո, եւ շատ շատերը նրան չգիտեն։ Ինձ թվում է, որ իսկապես շատ չեն բարձրաձայնում, բայց ոմանք կան, որ ասում են չափից դուրս է հեղեղված Հերոնու անունով։ Ամենայն դեպս իր գործը խոսում է ինքն է խոսում, այսինքն իր մասին։ Ես կադրերը, որ ցույց տվեցիք, սա 99 թվականի հանրաճանաչ Յուրի Սենկևիչի հետ
նկարանած ֆիլմն է, որի այն ժամանակ ֆինանսավորողը եւ պրոդյուսերն էի ես, իմ ընկերոջը Դավիթ Փախչանյանի ու Արտյոմ Մարտիրոսյանի։ Այս շատ հետաքրքիր կադրեր են եւ ուրիշ նույնպես շատ հետաքրքիրը կա, այստեղ զուգահեռ է տրվում, թե ինչպես է Յուրի Սենկևիչը չէր շատ իմիջիալոց էր Քարաունջի խնդրին վերաբերում, ինչ աստղադիտարան էս Եգիպտոս չի, ստեղ եւ այլն, ու դրանից հետո երբ գնացինք աստղադիտակ, մի հատ sense ապշեց, ասել չէ, մարդը իսկապես շատ բան է հասկանում, որ ուզում ասեմ, տեսեք, այդ ժամանակ Պարիս Միսակը գիրք ուներ գրած աշխատություն եւ այլն, եւ դա միևնույնն է այդքան համոզիչ չէր։ Այսինքն մի քանի մեթոդով հետազոտված էր եւ այլն, այս ինչ ասեմ հրաշքը, բայց այն որ մարդը եկավ ու տեսավ, որ ժամանակակից աստղադիտարն է կառուցված, ու ֆիլմի մեջ դա արտացոլված է շատ լավ, որ ոնց որ այս զուգահեռը, այսինքն դու հնին հավատում ես տեսնելով ներկան։ Եթե ներկայում դու ունես այդպիսի ձեռքբերում, ապա դա քեզ համոզում է, որ հնում էլ այդ բանը հաստատ ունեցած ես ու գենետիկ ինչ որ կապ կա, որ քեզ բերում է։ Անկեղծ ասած, սենց այսօր երևի հատուկ օր է ու մարդու մուսան բացվում է բանը, սովորաբար ինձ չի հաջողում խոսել, բանը հիմնադրամը ստեղծելիս առհասարակ մի այսպես ասած երթում ենք վերցրել, որ շատ ելույթ չունենալ, չխոսել, գործ անել, բանը, բայց այսօր ելույթ ունենալու օրն է։ Այսօր հատուկ օր է իսկապես, որովհետև գիտեք, Պարիս Հերունու անունը նախ ինքը սենց շատ համեստ անհամեստ մարդ էր, որտեվ իր գործերը անհամեստության ոնց որ գագաթնակետ էին, ինքը ուներ խիզախություն ինչ որ ընդունված բաների դեմ հանդես գալու, ոչ փաստերի դեպ նկատեք, այլ ասենք հիպոթեզների, նույնիսկ եթե դա Նոբելյան մրցանակ էին ստացել մարդիկ, իդեպ շատերը չգիտեն կվազի գիտնականները, որ հաճախ է լինում մի բանը, ինչի համար Նոբելյան մրցանակ են ստացել, պարզվում է այդպիսի ճշմարտություն էլ չի, ինչպես թվում է սկզբում, բանը, եւ Հերունին այդ փսիխիզախությունն ունեցել է, որ ոնց որ ասած չափումները անի եւ հերքի ինչ որ թեզը, սա հետազոտման կարիք ունի, ոչ թե այսպես ասած դրոշակ դարձնելու։ Ուրեմն Հերունին անհամեստ, շատ համեստ մարդ էր, որ անհամեստ էր շատերը գիտեն ու շատերը վիրավորված են հնուց, հիմա մենք տեսնում ենք, որ դա մարդկանց մոտ առ այսօր առաջացնում է ինչ-որ բան, ինչ ասեմ, ես զարմանքով տեսա մի շատ պատկառելի, այսպես ասած գիտնական, որ ամեն ինչ շատ լավ, ճիշտ խոսում ներկայացնում էր Հերունու աշխատանքի մասով, բայց հենց անցավ մի դաշտ, որտեղ Հերունին ստեղծել էր ինստիտուտ, որը նույն անունը ուներ, իր մոտ էմոցիաների մի sense բուրըն բան էր, ասենք Հակահերունու, ինքը անհամեստ էր ու միևնույն ժամանակ սարսափելի համեստ մարդ էր, որ ես մի տեսարան եմ հիշում, որ sense հենց մեր նկարանումների ժամանակ Նորավանքում բանը սեղանը գցել էին գյուղացիները, նկարանող խումբ, Սենկևիչը բան, ու Հերունին մեկ էլ չկար, ու Սենկևիչը ասում է որ է մեր ակադեմիկոսը բան ու ինքը ասենց համեստ հերու ինչ որ միտեղ ասենց նստած էր բանի վրա զարմանալի մի տեսարան էր էլի որ մարդը այս ասած իր գործը արեց ու քաշվեց մի կողմ ոնց որ ասած բան չանելով ասենց շատ հետաքրքիր կերպար էր ամենակարևորը որն է խորհուրդը պատկերացրեք եթե փորձենք հիշել գիտնականների կամ գործիչների որոնք ունեն ինովատորի խիզախություն, հա, այսինքն գնալ ինչ որ ընդունված բաների, բանաձևերի կամ բանի դեմ։ Իրականում շատ մարդ չունենք պատմության մեջ, այսինքն վերջերս մի շատ պատկառելի մարդու 10-ամյակն ենք տոնում ու ինքը բան չէր, այդպես իրեն որպես զգուշ մարդ էին ձևակերպում։ Հերունին ինովատոր էր եւ սա մեր համար շատ կարևոր բան է։ Շնորհակալություն, իսկապես պատմությունները շատ են, գիտական այդ թողած ժառանգությունը շատ մեծ է, հսկայական, բայց ժամանակը շատ կարճ է մեր։ Այս ամեն այն ժառանգությունը լույս աշխարհ գա, կիրառվի եւ մենք հապարտորեն աշխարհին ներկայանանք այս անունով, հա, Պարիս Հերունի, մեծ գիտնական
Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, ուրախ էինք, որ ասეთ եք սիրելիներս, այսքանով ավարտվում է մեզ հատկացված ուղիղ եթերի ժամանակը, ցավոք, այո, ցտեսություն ասելը տեղափոխվում ենք խոհանոց եւ տեսնենք վերջնական տեսքը։ Վերջին խոսքը, Խնդրեմ դնելու համար, խնդրեմ։ Շնորհակալություն խոսքը փոխանցելու համար մեր հետաքրքիր հյուրերին տոնական խորհրդանիշով, նախաճաշով ճանապարհելու ենք։ Այսօրվա խորհրդանիշն է տոնական, այսինքն գալիք տարվա 2020 թվականի մկնիկները ես պատրաստել եմ պարզել, բայց պատրաստման եղանակի համար հետաքրքիր ձև է պետք, դուք կարող եք գտնել մեր Facebook-յան էջում եւ միայն ձուն չէ, ձվի մեջ կան այս բաղադրիչները, որոնք գրատախտակի վրա գրված են։ Պատրաստեք ձեր տան անդամների համար, տրամադրություն ապահովեք եւ իհարկե առողջարար է սննդարար։ Կհանդիպենք վաղը, հաջողություն։ Շնորհակալություն Սաթենիկ, իսկ մենք շտապում ենք ասենք ցտեսություն եւ եւս մեկ անգամ հիշեցնենք Avenue de Fleury-ին եւ շնորհակալություն հայտնենք այս գեղեցիկ ձևավորման համար տաղավարին։ Այո, տոնական տրամադրությունը ամենուրեք է, արդեն քիչ մնաց հաշված օրեր, սիրելիներս, եղեք ուրախ, բարձր տրամադրություն բոլորիդ, կհանդիպենք ամեն աշխատանքային օր, ցտեսություն։ Ցտեսություն։